Հարկային մուտքերի բավական տպավորիչ արդյունքներով պետնախագահը սկսեց ասուլիսը ամփոփելով այս տարվա հունվար-ապրիլ ամիսների աշխատանքը։ Այդ ընթացքում կառույցը 120 միլիարդ դրամով ավելի եկամուտներ է հավաքագրել։ Պետբյուջեին մուտքագրվել 948.7 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, աճը 14.5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 12.7%-անոց աճ ունենք հարկային համակարգի տեսանկյունից, այսինքն հարկային մարմնի կողմից հավաքված, և 25.3% աճ ունենք մաքսային մարմնի կողմից հավաքագրված։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի խոսքով 2025-ի առաջին 4 ամիսներին ՀԴՄ կտրոնների քանակը 242.5 միլիոն է կազմել 923.2 միլիարդ դրամ արժեքով։ Էդուարդ Հակոբյանը նշեց, առաջին եռամսյակում հարկային մարմինը մոտ 40%-ով ավելի քիչ տնտեսվարողների է անհանգստացրել, բայց արդյունքը ավելի քան դրական է։ Արձանագրված մուտքերը 21%-ով աճել են։ Հակոբյանի ղեկավարած կառույցը անցնող ամիսներին մեծացրել է նաև ստվերի դեմ պայքարը։ Այս պայդրությամբ 2-ից 3% միջակայքում, ինչը եթե թվերի վերածեմ 200-ից 300 միլիարդ դրամ միջակայքում ստվեր կա Հայաստանի Հանրապետությունում, ստվեր արդեն ստվերային եկամուտներ, եթե sense փորձենք մեկնաբանել, եթե հետ գնամ օրինակ մի քանի տարի առաջ, այդ թվերը կրկնակի ավելի մեծ էին, եթե ոչ 2.5-3 անգամ։ Առևտուր ու շինարարություն, ահա այն ոլորտները, որտեղ հիմնականում նկատվում են խնդիրները։ Ստվերի շրջանառության տակ թեման ընդհատեց հեծը։ Պետնախագահ ասուլիսը շարունակեց մութ սենյակում լույս սփռելով հայտարարագրերի թեմայի վրա։ 54,000 քաղաքացի արդեն լրացրել է հայտարարագիր, որից 23,000-ը ստացել է սոցիալական կրեդիտը։ Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է։ 2 միլիարդից ավել սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները, բայց այս ընթացքում մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք այսպես ասած սահուն են դարձել կյանքը հայտարարագիր լրացնողների, ունենք բավական մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ և նաև ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաև միաժամանակ փոփոխություններ են արել, գիտեք այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրերը լրացնելիս, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրերը լրացնելիս, որը բխում է նույնականացման քարտերի հասանելիությունից։ Էդուարդ Հակոբյանը խոսեց նաև այլ ռեֆորմների մասին, ֆինանսական հաշիվների փոխանակման համակարգի փորձնական գործարկումից մինչև դրոշմավորման նոր համակարգ ու թվայնացման ռեֆորմ, հերթը կոռուպցիայի դեմ պայքարիներ, ՊԵԿ-ն այս հարցում անողոք է։ 9 առերևույթ հանցանքի մասին արդեն հաղորդումներ են կազմել և տվել, դրանց մասով քրեական վարույթներ կան, բացի այդ 16 ծառայողական քննություն ենք իրականացրել, որոնց մեջ խիստ նկատողություն 6 աշխատակցի, նկատողություն 9 աշխատակցի, նախազգուշացում թվով 1 աշխատակցի, նաև նույնիսկ ազատում ունենք աշխատակիցների։ Լրագրողները հարկային մարմնից հետաքրքրվեցին, ինչ քայլեր են անում Վրաստանի տարածքով կոնյակի արտահանման հետ կապված խնդիրների առնչությամբ։ Փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են իրականացվում։ Այս պահի հիմնական մեկնաբանությունը նա է, որ դա ստանդարտ մաքսային ընթացակարգերով իրականացվող փորձաքննություն է, երբ որ ոնց որ ես էի նոր ասում, որ մենք ենք իրականացնում, երբ որ ռիսկ է տենում մաքսային համակարգը կամ մաքսային աշխատողը, որ պետք է ինչ-որ ապրանքի վերաբերյալ ուսումնասիրություն անի, իհարկե այդ մեկնաբանությունը դեռ բավարար չէ, որ խնդիրները խորը հասկանանք, դրա համար հիմա կառավարությունում ավելի մանրամասն քննարկում ենք մեր գործողությունները, ընդհուպ միջև ամենաբարձր մակարդակով քննարկումներ։ Պետնախագահը համաձայն չէ ձևակերպման հետ, թե հարկը բեռ է, այն ներդրում է լրագրողներին ընդհատեց կառույցի ղեկավարն ու անդրադարձավ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի հարկային պարտավորությունների մասին դժգոհություններին։ Մեր գնահատմամբ ավելի շատ աղմուկներ են։ Ինչու, որովհետև միգուցե դրույքաչափերը բարձրացել են, բայց մարդկանց հնարավորություն է տրված փաստավորելու միջոցով, ծախսագրումներ անելու միջոցով, բավական լայն դաշտ են, որում ծախսերի հնարավորություն տրված նվազեցումներ անել, այդ նվազեցումների արդյունքում նախկինի չափ հարկ վճարել, միգուցե նաև նախկինից քիչ հարկ վճարել։ ՊԵԿ-ը նկատեց, ՓՄԾ-ները թաքցնելու շատ բան ունեն, գույքագրում չեն իրականացնում, ինչը կասկածներ է հարուցում։ Էդուարդ Հակոբյանը կոչ արեց նրանց թվերից դուրս գալ ու գործակցել։ Հարց հնչեց նաև, թե կառույցը խոշոր գործարարներին հարկային տերորի է ենթարկում։ Ես ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ չկա նման շանտաժ և տերոր, չի լինելու,
Եվ ես ինքս թույլ չեմ տալու։ Ստուգվել է արդյոք 88 սուպերմարկետների ցանցը, Հակոբյանը նշեց, որ կոնկրետ տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չունի, կառույցն էլ որևէ կաշկանդվածություն չունի որևէ մեկին ստուգելու։ Նախկինում դրոշմապիտակի համար վճարում էր պետությունը, այժմ հարկատուն։ Էժան ու թանկ վաճառվող ապրանքների դեպքում խնդիր չկա, հետաքրքրվեցին։ Պետնախագահը պարզաբանեց, կառավարությունը քննարկում է, թե որն է օպտիմալ գինը։ Մաքսանենգության 122 դեպք է բացահայտել ՊԿ, հիմնականում թմրանյութերի։ Վոլոդիա Մուշեղյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։